Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, իսկապես ջերմագին ողջույններ, միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Ես էլ օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլոր տղամարդկանց, թող ձեր օրը պայծառ լինի, շատ բարձր տրամադրությամբ եւ ընդհանրապես ձեր կյանքը լինի շատ գեղեցիկ։ Շնորհավորում եմ ձեզ եւ ասում եմ օրվա բաղադրատոմսը։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ թխուկ, որը կպատրաստենք ջեռոցում, ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ պետք է շերտավոր խմոր, հիմքը լինելու է շերտավոր խմորը եւ խճողակը, որը պատրաստելու ենք, կազմված է լինելու սնկից, հավի կրծքամսից, պանրից եւ իհարկե իտալական մոտիվներով խճողակից։ Սրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք, դուք մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք ընթացքը պատրաստման եղանակը։ Խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո կշարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ թխուկ, ահա իմ խմորը պատրաստ է ամբողջությամբ, այսպես դասավորել եմ, բացել ենք մենք, կրտնակել եմ, շերտավոր խմոր եմ օգտագործում, դուք կարող եք սիրելիներս նաև ամենապարզ հասարակ խմորը պատրաստել, ալյուր, ջուր, աղ, ընդհանրապես եւ պատրաստել նմանատիպ թխուկ։ Ես այս տարբերակը պարզապես շատ շերտավոր խմորով շատ նուրբ ու համեղ է ստացվում։ Թավայի մեջ տապակվում է հավի կրծքամիսը սունկը, մենք այստեղ շատ արագ ավելացնում ենք համեմունքները, միքս տարբերակ համեմունքների, որտեղ բազմապիսի այդպես համեր կան, որոնք շատ համահունչ են մսամթերքի հետ։ Եվս մի տարբերակ խմելի սունելի, այստեղ ունենք քրքում մի փոքր, շատ քիչ, այսպես, կարմիր եւ սև պղպեղ, ահա, համեմունքները կարող եք ձեր ճաշակով, կարող եք ամենապարզ դասական տարբերակը, ընդհանրապես սև պղպեղ եւ աղ, ահա աղ եմ ավելացնում, մեր խճողակը համարյա պատրաստ է, սիրելիներս, մեզ այստեղ ավելացնելու բան չկա։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, այստեղ ունենք հավի կրծքամիս եւ սունկ։ Ահա, ամեն ինչ պատրաստ է։ Վերջ, կարող ենք սա թողնել մի կողմի վրա, որպեսզի մի փոքր սառչի եւ անդրադառնանք մեր մյուս խճողակին։ Սիրելիներս, շատ հետաքրքիր բան եմ ասում ձեզ, երեք հիշում եք ինչքան ճոխ եւ այսպես հավեսով եթեր ունեցանք մեր իտալացի հյուրերի հետ եւ նրանք պատրաստեցին շատ համեղ իրենց ուրեմն տրադիցիոն իրենց ավանդական խոհանոցից նյոկիներ, այսինքն գնուդի կամ այդպես կարելի է ասել, դրանք շատ հետաքրքիր գնդիկներ են, որոնք եփվում են ջրի մեջ։ Երեք հավելեմ, որ սպանախի հյութի մեջ հենց խաշեցին այդ գնդիկները։ Ինչից է բաղկացած գնդիկները, ուրեմն ռիկոտա պանրից, պարմեզան պանրից, սպանախից եւ մի փոքր շատ աննշան ալյուր էր այնտեղ ավելացված, մուսկատ, այսինքն մշկընկույզ եւ իհարկե հավկիտ, մեկ հավկիտ։ Ահա, ես ունեմ այդ խճողակը, այստեղ նորից ավելացրել եմ պարմեզան պանիր եւ առատ սպանաղ։ Հիմա այս խճողակը լավ կխառնենք եւ այսօրվա ուտեստի մեջ եւս կօգտագործենք։ Այստեղ իհարկե հիմնական, այսպես ասած, հիմքը հանդիսանում է ռիկոտան եւ պարմեզանը։ Դու շատ թեժ պատրաստման մեջ ես, մենք այս պահին պիտի ընդհատենք դադարով կարճ, հետո վերադառնանք ու շարունակենք այս տրամադրությամբ։ Բարի ողջույն իմ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ թխուկ, ինչի մասին շատ երկար խոսեցի եւ բացատրեցի, թե որից հետո եւ ինչ բաղադրիչներ ենք օգտագործում։
Այս պահին ես ունեմ արդեն պատրաստի վիճակում մեր շերտավոր խմորը, վրան տրորել եմ ամբողջությամբ այն խճողակը, որի մասին էլի երկար խոսեցինք, այստեղ կա ռիկոտա, պարմեզան, սպանաղ, մենք հավկիթ, մուսկատ, մշկընկույզի, ուրեմն փոշի, այնպես որ շատ հետաքրքիր եւ համեղ խճողակ է։ Մեզ մնացել է վրան ավելացնել պանիրը, քերիչով անցկացված հալչող պանիր, ահա մեջտեղի հատվածում եմ տեղադրում պանիրը եւ մի փոքր էլ կպահենք, որպիսի էլի ամենավերջում ավելացնենք մեր մյուս խճողակի վրա, այսպես։ Այստեղ ունենք հավի կրծքամիս եւ սունկ համեմունքներով տապակված, ավելացնում ենք նորից մեջտեղի հատվածում, այսպես, տարածեցինք, ավելացրեցինք մյուս չափականակը պանրի եւ իհարկե ծածկում ենք մեր խմորը, այսպես, ահա, ամրացնենք, ձեռքերի օգնությամբ ենք ամրացնում, մի քանի այսպիսի ճեղք կանեմ, որպիսի այսպես օդ անցնի խմորի մեջ եւ լավ եփվի։ Իսկ վրան տրորելու ենք հավկիթ եւ իհարկե ցանելու ենք քունջուտ։ Այսպես։ Եվ վրան ցանում եմ քունջուտ սիրելիներս, կարծում եմ շատ պարզ բաղադրատոմս է, շատ հեշտ պատրաստվող եւ իմիջիալոց շատ արագ, ընդամենը կթողնեմ ջեռոցի մեջ 20-25 րոպե 180 աստիճանի տակ, ըստ ձեր ջեռոցի ջերմաստիճանի։ Ահա այսքանը սիրելիներս, հուսով եմ գրի եք առել ձեր ճաշացանկում արդեն այս բաղադրատոմսը, եթե ոչ, ապա կարող եք ինձ նամակագրությամբ գրել, ես մանրամասը կբացատրեմ նորից, իսկ խոսքս փոխանցում եմ գործընկերներից, որովհետև դեռ հետաքրքիրը առջևում է։ Իմ շատ սիրելի երեստայցողներ, ահա տեսեք պատրաստ է մեր թխուկը, բավականին գեղեցիկ է ստացվել, շատ սենց կարմրաթուշիկ եւ հիմա կտրենք, տեսնենք թե ներսը ինչ է կատարվում։ Ահա ես մի փոքր կանաչիով զարդարել եմ, կարծում եմ այս տարբերակով մատուցելը շատ գեղեցիկ է նմանատիպ թխուկները, հիմա կտրենք եւ տեսնենք թե ինչպիսի տեսք ունի մեր թխուկը։ Ահա այսպես պանիրը հալչել է, խմորը եփվել է եւ կարծում եմ իսկական վայելելու պահն է հասել, ահա կարող եմ նաեւ այսպես շրջեմ, որպեսզի դուք ավելի տեսանելի լինի եւ ավելի լավ տեսնեք, թե ինչպիսին է մեր այսօրվա թխուկը։ Ահա սիրելիներս, ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, ուզում եմ, որ լավ օր ունենաք սիրելիներս, լավ տրամադրություն, եւս մեկ անգամ շնորհավորենք մեր հարազատ սիրելի տղամարդկանց, սիրելիներս առողջ եղեք, ամենակարևորը եւ միշտ մեր կողքին։ Առանց ձեզ մենք իհարկե մի փոքր թույլ ենք, ձեր կողքին շատ ուժեղ ենք, վստահ եւ երջանիկ։ Սիրելիներս, շատ եմ սիրում ձեզ, լավ եղեք, միշտ ժպիտը ձեր դեմքին, ձեր սիրտը ուրախ եւ մշտապես առաջին ծրագրի հետ։ Սիրում եմ ձեզ, լավ մնացեք, կհանդիպենք։